Իդեպ, փետրվարի 18-ին Երևանում Աջափնյակում օրը ցերեկով շենքի բակում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 7 մարդ, որոնցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նույն ժամանակահատվածում Երևանի Բրազիլիայի հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում տաքսու վարորդները, իհարկե, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Երևանում քաղաքացիների աչքերի առաջ տեղի է ունենում սպանություն, իսկ զուգահեռ ժամանակահատվածում ոստիկանները զբաղված են լինում ակցիա ցրելով կամ հսկելով։ Վերհիշենք հանձնված հայրենիքի համար ակցիա իրականացնող քաղաքացիների վրա նռնակներ նետելու կադրերը, իսկ նույն ժամանակ Երևանի մեկ այլ հատվածում սպանվեց քրեական հեղինակություն։ Նշված դեպքերի հաջորդ օրը Երևանում սպանվեց Արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակիցը կրկին վիճաբանության հետևանքով եւ կրկին ոստիկանները զբաղված էին ակցիա հսկել ցրելով։ Ստացվում է Փաշինյանի կերտած խաղաղ Հայաստանում, որտեղ ոստիկանության գործը միայն ընդդիմության դեմ պայքարն է, պաշտոնյաներն էլ հայտարարում են, թե մեր տղաները այլևս սահմանին չեն զոհվում են արդեն Երևանի փողոցներում։ Այս դեպքում իսկապես հանուն ոչնչի։